Բարև ձեզ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Երևանը որոշում է կայացրել նոր ատոմակայանի հարցում և այդ որոշման համաձայն ընտրվել է մոդուլային ռեակտորի տարբերակը։ Այսինքն, որպես նոր ատոմակայան Հայաստանը ձգտելու է ունենալ այդ մոդուլային ռեակտորը և ոչ թե, այսպես ասենք, մեծ կամ դասական տիպի ատոմակայան։ Ուզում եմ հիշեցնել, որ Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվում է ևս 10 տարով մինչև 2036 թվական, սակայն դրանից հետո Մեծամորի ատոմակայանը թերևս կավարտի իր գործունեությունը։ Հետևաբար պայմանական իմաստով տեսանելի է, որ Հայաստանը նոր ատոմակայան ունենալու համար ունի բավականին սահմանափակ ժամանակ, եթե հաշվի առնենք, որ այդուհանդերձ ատոմակայանի կառուցման խնդիրը ծրագրային քննարկումներից, հաշվի առնելով նաև այստեղ քաղաքական, ընդհուպաշխարհաքաղաքական բաղադրիչը, մինչև ֆինանսավորում, կառուցում և այլն, ենթադրում է բավականին տևական ժամկետ։ Իսկ այս ընթացքում Հայաստանը նաև բաց է թողել բավականին մեծ ժամանակ։ Մի փոքր այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մոդուլային ռեակտորը։ Սա իհարկե նոր տեխնոլոգիա է և այն պարզապես լոկալ, շատ սահմանափակ ծավալի, սահմանափակ հզորությամբ, այսպես ասենք, տեղային նշանակության միջուկային ռեակտոր է, որը անկասկած շատ ավելի դյուրին է ստեղծվում, կառուցվում, հավաքվում, քան դասական տիպի կամ այսպես ասենք մեծ ատոմակայանները, բայց որը ունի մի էական առանձնահատկություն, բացի նրանից, որ, ինչպես նշեցի, ավելի արագ է լինում դրա կառուցումը և բնականաբար ֆինանսապես ավելի էժան։ Մյուս էական տարբերությունը այն է և Հայաստանի դեպքում թերևս շատ էական մի հանգամանք, որ մոդուլային ռեակտորները, հաշվի առնելով դրանց փոքր մասշտաբը, ընդամենը տեղային նշանակությունը, չունեն այն քաղաքական բաղադրիչը, որ ունենում են մեծ ատոմակայանները կամ այսպես ասենք դասական մասշտաբի ատոմակայանները, ինչպիսին օրինակ Մեծամորի ատոմակայանը։ Եվ այստեղ այս էական տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի քաղաքական կշռի, Հայաստանի քաղաքական սուբյեկտության տեսանկյունից։ Եվ եթե Երևանը հրաժարվում է դասական ատոմակայան կառուցելու մտադրությունից, եթե Երևանն ընտրում է պայմանական ասած ապաքաղաքական մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան, ապա սա նշանակում է, որ Հայաստանը այդ դեպքում կդադարի լինել քաղաքական կշռի մի զգալի բաղադրիչի կրող։ Մի զգալի բաղադրիչ, որն ինչպես նշեցի, ապահովվում է դասական ատոմակայան ունեցող երկիր լինելու պարագայում։ Եվ այս հանգամանքը ոչ միայն Հայաստանի համար է, այս հանգամանքը տեսանելի է բոլոր այն պարագաներում, երբ մենք գործ ունենք դասական ատոմակայանների հետ, լինեն կոնֆլիկտային գոտիներ, լինի միջպետական հարաբերություններ, մենք տեսնում ենք, թե այս տիպի ատոմակայանների կառուցման, շահագործման անվտանգության ապահովման և այլնի շուրջ ինչպիսի քաղաքական քննարկումներ են տեղի ունենում, ինչպիսի քաղաքական զարգացումներ են ծավալվում այդ ամենի շուրջ։ Եվ բնականաբար դրանց մասնակիցները ըստ այդմ ունենում են որոշակի քաղաքական կշիռ։ Հայաստանն այս տեսանկյունից ունենալով մեծ ատոմակայան ունի նաև դրա քաղաքական բաղադրիչից բխող որոշակի կշիռ։ Եվ ըստ այդմ պատկերացնելի է, թե Հայաստանն ինչպես է կշռազրկվելու քաղաքական սուբյեկտության իմաստով, իսկ այդ ամենը մեծ հաշվով կազմում է ցանկացած երկրի անվտանգության համակարգի կարևոր մաս, եթե ընտրում է մոդուլային ռեակտորների տարբերակը։ Ցավոք սրտի, այս միտումը, քաղաքական կշռազրկման միտումը ամենևին զարմանալի չէ, և զարմանալի չէ նաև, որ Երևանը հրաժարվում է քաղաքական կշիռ պարունակող դասական ատոմակայան ունենալու հեռանկարից, որովհետև մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքականությունը վերջին 4-5 տարիներին, և այդ քաղաքականությունը հենց ամբողջապես իրենից ներկայացնում է Հայաստանի քաղաքական կշռազրկման մի տրամաբանություն, որ իրականացվում է Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության անվան ներքո։ Այսպես կոչված խաղաղության, որովհետև երբ Հայաստանը կշռազրկվում է, դա ոչ թե խաղաղության մասին է կամ հաստատվող հավասարակշռված խաղաղ կենսագործունեության միջավայրի, այլ Հայաստանին պարտադրվող միջավայրի։
Եվ այս տեսանկյունից Հայաստանին պարտադրվում է նաև թերևս հրաժարվել, այսպես ասենք, դասական ատոմակայան ունենալու իրավունքից։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան տարիներ շարունակ բողոքել եւ բողոքում են Հայաստանի մեծամորի ատոմակայանի դեմ։ Համարում են, որ այդ ատոմակայանը վտանգ է սպառնում ռեգիոնին։ Այն դեպքում, երբ ինքը Թուրքիան կառուցում է ատոմակայան, մեծ եւ հզոր ատոմակայան եւ ունի մի քանի այլ ատոմակայաններ կառուցելու ծրագիր։ Ավելին, ատոմակայան կառուցելու մասին տեսակետներ հնչել են անգամ Ադրբեջանում, ոչ պաշտոնապես իհարկե, բայց այդպիսի տեսակետներ հնչել են նաև Ադրբեջանում, իսկ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ոչ պաշտոնական տեսակետ ասվածը մեղմ ասած հարաբերական հասկացություն է։ Իսկ ահա Հայաստանի ատոմակայանի հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես թիրախավորել են դրա գործունեությունը եւ պահանջել, որ այն փակվի, այսպես ասած, ռեգիոնալ անվտանգությունից ելնելով։ Իրականում այստեղ խնդիրը շատ պարզ է, ինչպես Հայաստանին ներկայացված բազմաթիվ պայմաններ եւ պահանջներ քաղաքական ու ռազմաքաղաքական այլ ուղղություններով, այսպես էլ այս դեպքում ատոմակայանի փակելու պահանջը պայմանավորված է Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը կշռազրկելու այն մղումով, որ ունեն Ադրբեջանը եւ Թուրքիան, Հայաստանը Ադրբեջանի ռազմավարական պատկերացումներին ամբողջապես համապատասխանեցնելու այն մղումներով եւ ձգտումներով, որ ունի Ադրբեջանի այսօրվա իշխանությունը։ Եվ օրինակ, երբ Հայաստանը խոսում է էներգահամակարգը Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգահամակարգերի հետ միացնելու մասին, այստեղ շատ պարզ է, որ ատոմակայանից հրաժարվելու, դասական մեծ ատոմակայանից հրաժարվելու խնդիրը լինելու է այս process-ի առանցքային խնդիրներից մեկը։ Եվ փաստացի հիմա հայտարարվում է, որ Հայաստանն ընտրում է մոդուլային տարբերակը։ Եվ այս ընտրությունը մեծ հաշվով նաև կարող ենք պայմանավորել հետևյալ տրամաբանությամբ։ Հայաստանը հրաժարվում է որևէ լուրջ հարցում քաղաքական որևէ լուրջ process-ի մեջ մտնելու եւ այստեղ իր շահերը պաշտպանելու բարդ աշխատանքից։ Հրաժարվում ենք շահերից, հրաժարվում ենք քաղաքական կշիռ ենթադրող ցանկացած գործոնից կամ հանգամանքից, անկախ դրա բնույթից, եւ պարզապես հայտարարվում որպես ռեգիոնում խաղաղության խնամակալ, այսպես ասած խաղաղության խնամակալ, իրականում խաղաղության հաշիվ փակող։ Իսկ խաղաղության հաշիվը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային զարգացումների տրամաբանությունը, հարկ է լինում փակել անընդհատ։ Դա անընդհատ process է, ինչպես միջազգային քաղաքականությունն ընդհանրապես։ Եվ դա վերաբերում է նաև Կովկասին։ Ես նախորդին անդրադարձա Նախիջևանի շուրջ զարգացումների թեմային, այն քայլերին, որ անում է Իլհամ Ալիևը Նախիջևանում իր գերիշխանությունը հաստատելու համար, ցույց տալով, որ նա անկասկած ունի տագնապներ, սպասումներ կամ ինչ-որ հաշվարկներ կապված հենց Կովկասյան ռեգիոնի ստատուս քվոյի տրամաբանության հետ, կապված դրա շուրջ հնարավոր նոր զարգացումների հետ։ Այսինքն խաղաղության հաշիվը փակելու խնդիրը եւ պարտավորությունը Հայաստանի առաջ դրվելու է անընդհատ, քանի դեռ Հայաստանը ստանձնում է այդ պարտավորությունը եւ ստանձնում այն դիրքը, որ ինքը պետք է լինի այն միավորը, որի հաշվին Կովկասում պետք է լուծվեն հարցեր։ Եվ ատոմակայանի խնդիրը, ատոմակայանի թեման այս process-ի հերթական մի բաղադրիչն է։ Ինչ վերաբերում է բուն մոդուլային տարբերակին, ապա այստեղ իհարկե մյուս հարցն այն է, թե ովքեր են Հայաստանում կառուցելու այդ մոդուլային ատոմակայանները։ Գիտենք, որ Միացյալ Նահանգների հետ կա հուշագիր միջուկային էներգետիկայի ոլորտում գործակցելու համար, որը ենթադրում է մոդուլային ատոմակայանների նաև կառուցման ուղղությամբ համատեղ աշխատանք։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները դեռևս պատրաստ չէ ստեղծել կամ արտադրել մոդուլային կայաններ, կառուցել մոդուլային կայաններ եւ այդ տեխնոլոգիան անցնում է փորձարկում, արտադրական փորձարկում եւ նախատեսվում է, որ 2029-30 թվականներին միայն կարող են հասնել արդեն արտադրական ինչ-որ ամբողջական ցիկլի։ Մոդուլային ատոմակայաններ այսօր կառուցել եւ շահագործում են իհարկե եզակի թվով Ռուսաստանը եւ Չինաստանը։ Կան այլ երկրներ եւս, որոնք ուսումնասիրում են տեխնոլոգիան եւ փորձում են լինել այդ տեխնոլոգիայի կրող։ Անկասկած է, որ այստեղ լինելու է Հայաստանում մոդուլային ռեակտորներ կառուցելու համար քաղաքական կամ աշխարհաքաղաքական պայքար, սա լինելու է մրցակցության մի ուղղություն եւ ով ավելի արդյունավետ կգտնվի այստեղ, մենք դեռ կտեսնենք։
բայց փաստացի ստացվում է, որ Հայաստանը հրաժարվելով, այսպես ասենք, դասական տեխնոլոգիայից ինքն իրեն դուրս է դրել այս process-ում քաղաքական էական սուբյեկտ եւ դերակատար լինելու հնարավորությունից եւ դարձյալ լինելու է ընդամենը իր մասին որոշումների կայացման սպառող որոշումներ, որոնք կձևավորվեն ավելի մեծ աշխարհաքաղաքական դերակատարների շրջանակում, ինչպես գործնականում Թրամփի ուղու պարագայում։